Մեր հյուրը Հայ-ԱԿՖ ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ, համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի ոգեզեն նախաձեռնության խմբի անդամ Ավետիք Քերոբյանն է։ Բարև ձեզ, պարոն Քերոբյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ չմերժեցիք մեր հրավերը։ Ձեզ շնորհակալություն։ Եվ այսպես, պարոն Քերոբյան, 1 ամիս է մարտի 16-ից սկսած Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով հայկական կողմին մեղադրում է, թե իբր հայկական զինուժը կրակել է իրենց դիրքերի ուղղությամբ։ Եվ բոլոր այս հաղորդագրությունները, որոնք եղել են պաշտոնական Բաքվից, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է։ Ինչի մասին են ադրբեջանական այս կրակոցները։ Դե դա 1 ամիս չէ, 31 տարի, 94 թվականի մայիսի 12-ի հրադադարից հետո Ադրբեջանը անդադ գնդակոծում է Հայաստանի տարածքը, բնակավայրերը, դրա այդ ընթացքում տեղի ունեցել բազմաթիվ սրացումներ, այդ ընթացքում տեղի ունեցել 16 թվականի պատերազմը, 20 թվականի պատերազմը, 20 թվականի պատերազմից հետո ունեցել ենք տարածքային ներխուժումներ եւ տարածքային գործեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով եւ այս ընդամենը 1 ամսվա վերագրել Ադրբեջանի այսպես խախտումները դա չէ, կա խաղաղության գործընթաց, կողմերը հայտարարեցին, որ ավարտել են այդ համաձայնագրը։ Չկա խաղաղության գործընթաց, կա Ադրբեջանի կողմից սպառնալիքներ հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, պետք է տարանջատեն, հստակ տարանջատենք, այսօր քաղաքական իշխանություն զբաղեցնող վարչախումբը ընդհանրապես կապ չունի հայ ժողովրդի, հայկական պետականության շահերի հետ։ Կա Հայաստանի ժողովրդին վախեցնելու գործընթաց, Ալիևը անընդհատ եւ Էրդողանը անընդհատ Ալիևի բերանով սպառնալիքներ հնչեցնում Հայաստանին, սպառնալիքներ հնչեցնում հայ ժողովրդին, թե եթե սա չանեք, եթե սա չանեք, եթե սա չանեք, պատերազմ լինելու։ Եվ Նիկոլ Փաշինյանը իր վարչախմբի անդամների հետ միասին նույն պատերազմով սպառնում է եւ նույն պատերազմով վախեցնում է հայ ժողովրդին, Հայաստանի բնակչությանը, որ եթե չհամաձայնվենք այսինչ պահանջներին, ամեր գործընկերը շատ կարևոր բան նշեց, որ չկա խաղաղության պայմանագրի շուրջ, չկա խաղաղության այդ պայմանագիրը մի օրում դարձավ համաձայնագիր բոլորի համար նկատ, չնայած կարծում եմ, որ ոմանք նկատեցին, այսինքն չկան պայմաններ, որով որ խաղաղություն է հաստատվելու։ Կա ինչ-որ բանի շուրջ համաձայնություն, որի ինչ-որ բան, որի շուրջ համաձայնության է եկել վարչախումբը Նիկոլ Փաշինյանը գլխավորած եւ մեր թշնամիները, դարավոր թշնամիները, Թուրքիան եւ արևմտյան եւ արևելյան թուրքերը։ Եվ այստեղ խոսել ընդհանրապես որևէ բանի մասին, որը բխում է հայ ժողովրդի կամ Հայաստանի բնակչության կամ հայ պետականության շահերից, ուղղակի ավելորդ է։ Չկա նման գործընթաց, կա ուղղակի պարտադրանք, որը այս վարչախումբը մեզ վախեցնելով անընդհատ սպառնալիքներ, պատերազմի սպառնալիքներով անընդհատ այդ պարտադրանքները կամաց-կամաց ի կատար է ածում։ Թույներ փոքր դոզաներով են տալիս։ Այսինքն այս կրակոցներով, այս ապատեղեկատվությունների շքերթով կրկին մեզ վախեցնում են, կրկին փորձում են մեզ պարտադրել ինչ-ինչ զիջումների։ Բնականաբար, ես կուզեմ ուշադրություն հրավիրել, որ փորձ է արվում ընդհանրապես փոքրացնել մասշտաբը, այսինքն մի քանի բնակավայր լսում ենք, խոսքը չթիրախավորված եւ այլն, 1 ամիս այս փորձ է արվում ընդհանրապես փոքրացնել սպառնալիքի մասշտաբը եւ ընդհանրապես անհարմարության վերածել պատերազմի ուղիղ սպառնալիքը։ Ընդ որում պետք է ասել, որ Ալիևը իր սպառնալիքում շատ ազնիվ է, ասում է, որ այս խաղաղության համաձայնագրով ոչ մի երաշխիք պատերազմական գործողությունների չսկսելու չի լինելու, այսինքն այս համաձայնագիրը ոչ մի բան է իրենց համար, ինչպես եւ ոչ մի բան է եղել 94 թվականի մայիսի 12-ի կրակի դադարեցման համաձայնագիրը, ինչպես եւ ոչինչ է իրենց համար 20 թվականի նոյեմբերի 9-ի այսպես 9 կետից բաղկացած փաստաթուղթել դա կոչել հնարավոր չէ 9 կետից բաղկացած տեքստը, որով անընդհատ, չգիտեմ, որին հղումներ են կատարում տարատեսակ բարձր պաշտոնյաներ, Պուտին, Ալիև, Փաշինյան, բայց որը ոչ մի բան արդեն այդ տեքստից էլ ոչ մի բան չի մնացել։ Պարոն Քերոբյան, տեսեք, այս այն ֆոնին, որ Բաքուն անդադ մեզ մեղադրում է, որ իբրև հայկական զինուժը կրակել է իրենց դիրքերի ուղղությամբ, այս 1 ամսվա ընթացքում սկզբից սահմանամերձ Սյունիքից, հետո Տավուշից եւ Գեղարքունիքից ահազանգեր եղան, բնակիչները այդ թվում մեր լրատվամիջոցների հետ զրույցում ասում էին, որ երեկոյան գիշերային ժամերին ադրբեջանական կրակոցներ են լսում։ Իհարկե այդ ահազանգերի մեծ մասն այն մասին էր, որ կրակոցներ կան, բայց դրանք թիրախավորված չեն, այսինքն նշանառություն չկա, բայց այս 1 ամսվա ընթացքում Պաշտպանության նախարարությունը
Երկու դեպքի մասին խոսեց, երբ այդ կրակոցները թիրախավորված էին, երկուսն էլ եղել էին Սյունիքի Խնածախ գյուղում, մեկի ժամանակ բնակելի տուններ վնասվել, մյուսի ժամանակ մշակույթի տան շենքներ վնասվել։ Դուք Facebook-ում գրել էիք, որ հրապարակային պարզաբանում եք պահանջում Պաշտպանության նախարարությունից ձեռնարկված գործողությունների կամ անգործության վերաբերյալ։ Սա ձեր պահանջն է որպես Հայաստանի քաղաքացի։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ասում է, որ Հայաստանի բանակին հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ է տվել։ Հիմա մեզ դիտողները, շարքային Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչ հասկանան այս ամեն ինչից, որպեսզի այդ քաղաքացին անվտանգ լինի։ Ինչքան էլ որ Նիկոլ Փաշինյանն ասում է խաղաղության գործընթացի հետևից են գնում, չկրակենք, թող միայն Ալիևը կրակի եւ միջազգային հանրությունը տեսնի, որ մենք չենք խաղաղության գործընթացը տապալում, հա, օրինակ։ Հայաստանի քաղաքացին ինչ հասկանա ստեղծված դրությունից։ Նախ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը համանդրական կարգի ուղիղ տապալում է նշանակում, այսինքն ըստ Հայաստանի Հանրապետության սահմանության Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը խաղաղ ժամանակ, այսինքն ոչ պատերազմական ժամանակ, ընդ որում ոչ թե ռազմական դրության ժամանակ, այլ պատերազմի ժամանակ միայն իրավունք ունի զինված ուժերի կառավարման հետ կապված որևէ գործառույթներ իրականացնել, հա, գերագույն հրամանատարի դառնում միայն պատերազմի ժամանակ։ Խաղաղ ժամանակ զինված ուժերի ղեկավարումը իրականացնում է գլխավոր շտաբի պետը, բարձրագույն զինվորական պաշտոնյան է, որը նաև նախարարության կազմում, պաշտպանության նախարարության կազմում ենթարկվում է իր առօրյա գործառույթներով պաշտպանության նախարարին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ պետք է հասկանա։ Պետք է հասկանա մի բան, որ այսօր քաղաքական իշխող ուժը Հայաստանի Հանրապետության անվտանգության հետ որևէ կապված որևէ քայլ չի ձեռնարկում, չի պատրաստում ձեռնարկի։ Միայն այսպես տարատեսակ տարաբնույթ հայտարարություններով իրենց վրայից փորձում են գցել մեղքը, որ մենք չենք պատերազմի պատասխանում, մենք չենք նաև անվտանգության պատասխանում։ Ընդ որում այսօր նաև ուղիղ կերպով պիտակավորվել է բանակը, որպես ընդհանրապես որպես պետականության ինչ որ ատրիբուտ, հա, այս ճակերտներով եմ ասում, ճակերտների մեջ եմ ասում, ընդ որում դա էլ, ասենք, նսեմացնելով բանակի դերը, զինվորականության դերը, պետք է հասկանանք մի բան, հա, որ Հայաստանի անվտանգությունը միայն ռազմական անվտանգությունը չէ, բանակը իհարկե ռազմական անվտանգության հիմնասյունն, հենասյունն է, բայց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը դա բոլորիս գործն է։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր կազմակերպություն, որը գործում է Հայաստանի տարածքում, յուրաքանչյուր դա կլինի մասնագիտական համայնք, տեղական համայնք, թե տարատեսակ այլ միավորումներ, իրենք իրենց գործ ունեն անելու Հայաստանի անվտանգության գործում։ Մենք ոգեզեն խմբով Հայաստանի պաշտպանության անվտանգության համակարգի ջատագումներս, ընդ որում մեզնից, այսպես ասած, փորձել են խլել այդ բառակապակցությունը եւ դրանով պղծել, չի ստացվում։ Մեր ճնշման տակ սկսեցին ՀՊԱ-ի մասին խոսել, դա պաշտպանության անվտանգության համակարգի կարճ անունը, ՀՊԱ-ի մասին սկսեցին խոսել, բայց ոչ մի բան չեն անում։ Հետևաբար դրանով նույնիսկ ցանկություններ չունեն զբաղվել, գիտելիք էլ եւ կարողություններ չունեն զբաղվելու։ Բայց ես ելի կրկնում եմ, անվտանգությունը բոլորիս գործն է եւ հուսալ կամ կարծել, որ այն հին կարծիք կար, որ բանակ ունենք, թող բանակը կռվի կամ պետական մարմիններ կան, պետական մարմինները իրենց անգործությունը եւ անկարողությունը ցույց են տվել արդեն։ Հետևաբար դրանով պետք է զբաղվենք մնացած բոլորս։ Մենք դեռ այդ հարցին կանրադառնանք, մի այսպիսի հարց, գիտեք, այս կրակոցների ֆոնին համենայն դեպս 1 տարուց ավելի ժամանակ է Հայաստանի կառավարությունից, մասնավորապես վարչապետի աշխատակազմից առաջարկում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին ի դեպ պաշտոնական Բաքուն չի համաձայնվում, ասում է անհնար է։ Լավ, հենց ասենք ստեղծվեց, ինչ է դա տալու։ Դա եւս մեկ ապացույց է համանրական կարգի տապալման, հա, որովհետեւ վարչապետի աշխատակազմը այդպիսի գործառույթ չունի։ Այդպիսի գործառույթ ունի միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետություն ներկայացնելու եւ Հայաստանի Հանրապետությունից հանդես գալու գործառույթ ունի արտաքին գործերի նախարարությունը։ Բնական է, որ այսպես պաշտոնական Բաքուն կարող է ընդհանրապես որևէ արձագանք չտա դրան, նաև ընդհանուր մինչև հղում կատարելով Հայաստանի ներքին օրենսդրությանը, ով է վարչապետի աշխատակազմը, որ մենք հենց մի բաներ իրենց հետ խոսենք, չնայած իրենք մեր հետ խոսում են այսպես նախագահի օգնականի կամ արտգործնախարարի տեղակալի մակարդակով եւ այլն, բայց մենք այստեղ պետք է հասկանանք մի բան, հա, որ այդ հրադադարի խախտումները
Ադրբեջանը անում է նախ միտումնավոր, այսինքն հետաքննելու մեխանիզմ չկա էլ, չէր կարող լինի, քանի դեռ իրենք չեն հասել նրան, որ մենք բոլոր պահանջները պարտադրված կերպով կատարենք, կապիտուլյացիա չասենք, բայց բոլոր պահանջները կատարենք, հա։ Եվ սա նաև հոգեբանական ազդեցություն ունի հայ ժողովրդի վրա, ընդ որում պետք է ասել, որ այն մարդիկ, որոնք որ ասում են, որ թիրախավորված չի եւ այլն, հա, ուղիղ կերպով թիրախավորում են հայ ժողովրդի հոգեբանությունը։ Ուղիղ կերպով կրակի տակ են առնում մեր ժողովրդի, այսպես ազգային դիմակայություն, դիմադրողականություն եւ դրա հետևանքով ասենք օր-օր հալումաշ ենք լինում։ Հա սպասում ենք թե այս գիշեր կրակեցին թե չկրակեցին։ Ընկերներ ունեն, որ Facebook-ում ամեն առավոտ գրում են այս գիշերներ խաղաղ անցավ։ Լարված են, բոլորը լարված են։ Այդ լարվածությունը հալումաշ է անում։ Պատերազմի ավելի հեշտ ենք տանելու, քան այս լարված անորոշ վիճակը։ Հիմա գանք ձեր հայտարարություններին այդ անգործության հետ կապված եւ այլն։ Նախ մի այսպիսի հարց։ Հիմա եթե Երևանը եւ Բաքուն ասում են, որ ավարտվել է այսպես կոչված խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումները, այսինքն պատրաստ է, Երևանն իհարկե ասում է հենց այս պահին էլ պատրաստ եմ ստորագրել, Բաքվից չկա նման ցանկություն, խոսում են երկու պահանջի մասին, որ սահմանադրությունը պետք է փոխենք եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարեն։ Այդ երկու պահանջը 22 պահանջ է, դրա մասին առայժմ սրա մասին են խոսում, հա, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարեն, այդ երկուսը կլինեն, եւս երկուսը կառաջան, եւս երկուսը կառաջան, ինչպես մի քիչ առաջ ասացի, թույնը փոքր դոզաներով են տալիս մեզ։ Մենք ռազմապես, ռազմական տեսանկյունից պատրաստ ենք այդ համաձայնագրի կնքմանը։ Մենք ռազմական տեսանկյունից երբեք պատրաստ չենք լինելու այդ համաձայնագրի կնքմանը կամ ունենալ խաղաղություն Ադրբեջանի հետ, որովհետեւ ինչպես ասացի, այսօր չկա Ադրբեջան, կա Թուրքիա, հա, որը Ադրբեջան կոչվող իր վասալի ձեռքով մեզ պարտադրում է ինքնակործանում։ Հա, չեն ուզում այսպես արյունոտ ցեղասպանություն ունեն, ուզում են մենք ինքներս գնանք հանձնվենք, ասենք եւ բռնենք տարագրության ճանապարհը։ Տեսեք, միամտություն կլինի կարծել, որ մենք գործ ունենք միայն Ադրբեջանի հետ։ Այսօր արդեն Հուլուսի Աքարը, որը Թուրքիայի նախկին պաշտպանության նախարարը, հա, իր բերանով ասաց, որ ավարտին է մոտենում Ադրբեջանի եւ Թուրքիայի բանակների արդեն միավորումը, եւ խոսք է գնում արդեն ոչ թե մեկ ազգ երկու պետություն, մեկ ազգ երեք պետություն, այլ ընդհանրապես պետական կառավարման համակարգներն են սինխրոնացնում, նպատակներն են սինխրոնացնում, հա, քարտեզները, սահմանները եւ մնացած ամեն ինչ սինխրոն է կատարվում։ Եվ մտածել, որ մենք գործ ունենք միայն կամ հաջորդ ռազմական ագրեսիան էլի տեղի ունելու հայ-ադրբեջանական շփման գծով, հա, միամտություն կլինի կարծել։ Թուրքիան ամբողջապես կանգնած է Ադրբեջանի թիկունքին, ավելի ասեմ, Ադրբեջանի ձեռքերով մեզ պարտադրում այդ այսպես կոչված խաղաղությունը, եւ մենք պետք է դրա մասին լուրջ մտածենք։ Պետք է մենք 3 միլիոնանոց բանակ դառնանք, որպեսզի թուրքերի համար անհետաքրքիր լինի մեր հետ ռազմական հակամարտության մեջ մտնելը։ Եթե մենք մտածենք, որ ունենք 40 կամ 45,000-ից բանակ եւ մենակ դրանով պետք է կռվենք Ադրբեջանի հետ, ապա դա ուղիղ ճանապարհ է կործանման։ Ինչպես եւ արդյոք դա հնարավոր է այս իշխանությունների օրոք։ Այս իշխանությունները, ինչպես արդեն ասացի, իրենք դիտավորյալ կերպով անգործության են մատնված եւ անգործությունն էլ պարտադրում են մեզ բոլորիս։ Այ խաղաղություն կոչվածով բթացնում են մեր զգոնությունը, մեզ անընդհատ այսպես մանր դոզաներով համաձայնություն են կորզում, ժողովրդից են համաձայնություն կորզում, որ հեսա այսը ուր որ է, արդեն եկել ենք հասել այդ բաղձալի խաղաղությանը, այդ բաղձալի խաղաղությունը ելի եմ կրկնում լինելու հայ ժողովրդի ինքնակործանումը, իրենց իմացած խաղաղությունը, հա, եւ մենք այս իշխանությունների հետ այդ խաղաղությանը եւ արժանապատիվ համակեցության մեզ այսպես ոչնչացնել փորձող եւ իմիջիայլոց ասեմ եւ կարողացող, հա, որովհետեւ կկարողանան։ Եթե ամբողջ ժողովուրդը չդառնա բանակ, եթե ազգ բանակը եւ երկիր ամրոցը կյանքի չկոչվի, ապա ռազմական առումով մենք իրենց հետ չենք կարողանալ մրցակցել եւ ոչ մի խաղաղության պատրաստել չենք լինելու ռազմական առումով։ Եվ թերևս ամփոփենք մեր զրույցը հետեւյալ հարցով. ի վերջո Հայաստանի անվտանգության համակարգը ուժեղացնելու համար այս պահի դրությամբ գոնե այս երերուն վիճակում ինչ անի կառավարությունը անկախ նրանից ով է Հայաստանի ղեկավարը, որովհետև ձեր ասած ամեն օր արտանում ենք այն մտքով կամ միանգամից լուրերը բացում ենք, լրահոսը բացում ենք, տեսնենք սահմանին կրակոց է եղել թե ոչ, որպեսզի այս լարված մթնոլորտը չլինի։
առնվազն բոլոր պետական մարմինները պետք է անեն օրենքով գոնե այսօրվա օրենքով իրենց համար սահմանված իրականացնեն պարտականություններ եւ լիազորություններ։ Պաշտպանության նախարարությունը պետք է զինված ուժերը պետք է իրենց սահմանադրական պարտականությունը կատարեն, այն է ապահովեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականություն եւ սահմանների անձնամխելիությունը, դուրս մղեն ռազմակալված տարածքներից թշնամուն ինչ գնով ուզում է լինի, որովհետև եթե դա չեն անում, ապա իրենք ուղղակի ձրիակեր են նստած ժողովրդի վզին եւ ուտում են իրենց չվաստակած հացը։ Եվ ես դա պատրաստ եմ ապացուցել։ Իրենց սահմանադրական պարտականությունը թող գնան կարդան, ինչն է իրենց ամեն օրվա գործը եւ նայեն տեսնեն իրենք ինչ են անում։ Անիմաստ ինչ որ ատեստացիաներ։ Կառավարությունը ուղիղ կերպով պետք է կատարի իր գործառույթները, զորավարքային պլաններ, զորավարքային պաշարների համալրում։ Բոլոր նախարարությունները պետք է լցվեն իրենց գործին։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ունենք, որի ենթակայության տակ է ռազմարդյունաբերությունը, պիտի կատարի իր գործը։ Փաշինյանը այսօր եթե բյուջեի կատարողական զեկուցում, հա, պետք է ասենք մենք ազգային ժողովի այսպես կոչված ընդդիմությունը պետք է ուղիղ կերպով իրեն հարցնար։ Ինչ ես արել, որ 10% կամ 15% ռազմարդյունաբերության զարգացման բյուջե ես կատարել։ Այդ ոնց է դա հնարավոր Հայաստանի վիճակում գտնվող երկրում, եթե դա չարամիտ դիտավորություն չէ։ Եվ պետք է այդ հարցը ուղիղ կերպով բարձրացվի։ Կառավարությունը կոչված այսօր չարամիտ դիտավորությամբ չի կատարում իր արժե իր վրա վերցրած պարտականությունները, սահմանադրությամբ իրեն վստահված լիազորությունները։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։